Կարծում եմ այս հոսքից տեսնում եք, որ ոչ մի բան մոռացված չի եւ չի մոռացվելու բարձրել է։ Պարոն նախագահ, ժողովուրդը իր կարծիքը ուղղակի ցեղասպանության փաստի նկատմամբ մարտահայտում է այսպիսի հոսքով եւ ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող ուղղակի այս ամենը փակել կամ մոռացության այսքանը։ Ասում են սա օրացման գործընթաց է, ամեն ինչ մոռացության են տալիս։ Երեկվա Թուրքիայի դրոշ հայրելը քննադատեցին, բայց Ստեփանակերտում հայկական եկեղեցի քանդելու վերաբերել ոչ մի բան չասացին։ Սրա վերաբերել դուք ինչ կասեք։ Սենց խառը հարց է քաղաքականություն եւ ցեղասպանության օրվա հետ կապված, այո, չէ, ուղղակի այսօր չի ցանկանում, բայց նույն կրկնակի ստանդարտներն են, որը այսօր ուղղակի առօրյա է դարել քաղաքականության մեջ։ Ամեն ինչը հնարավոր է Թուրքիայի պահանջով ցեղասպանության չեմ կարծում որևէ մեկը չեմ կարծում որևէ մեկը ի վիճակի է դա անել։ Իդեպ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել էր պատժել Թուրքիայի դրոշ վառածներին։ Պատժի Փաշինյանը։ Թուրքիան ԱԳՆ չունի։ Դե հիմա Ադրբեջանը որոշել լավություն անի Թուրքիային ինքը ավելի հեշտ։ Հիմա նայեք, ես ընդհանրապես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված քաղաքում, քաղաքականության մեջ եւ աշխարհում ընդհանրապես ընդունված բողոքելու տարբերակ է։ Եթե կա երկիր, որի քաղաքականությունը որը մեկ այլ երկրի ժողովրդի ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է։ Խորհրդակցել է այդ մասին, որտեղ տարիներ շարունակ է արել ձեր նախագահության օրոք եւս։ Դուք իրոք մտածում եք, թե sense գալիս ենք ինչ որ բան են գրում եւ այլն, իհարկե իրենց միջոցառումն է արել են շատ կազմակերպված։ Որին նաև դուք եք մասնակցել։ Այո։ Ես ուղղակի երևույթի նկատմամբ ասացի անձնական վերաբերմունքը, բայց Սենց ըմբռնումով եմ մոտենում նման կարգի դրսևորումները։ Ձեր շանսերը ինչպես է գնահատում եւ եթե այս անգամ էլ չհաղթեք, ինչ եք անել։ Մանդատները կդնեք։ Հիմա մենք արդեն անցանք ուրիշ թեմաների։ Դուք բազմաթիվ առիթներ եք ունենալու նման կարգի հարցեր տալ։ Ես անձամբ չեմ ունենում։ Շնորհիվ ձեր գրասենյակի ղեկավարի։ Ես ամեն օր հանդիպումներ եմ ունենում եւ դուք ի վիճակի եք, մենք նախորդ հայտարարում ենք դրա մասին, դուք ի վիճակի եք։ Ընտրողաբար են վերաբերվում լրագրողներին։ 101-րդ տարելիցն է, բայց Թուրքիան շարունակում է շղթել այս փաստը, որն է պատճառը ըստ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն են թերացել, թե Թուրքիան է համառորեն առաջ շարժվում։ Նայեք, սա նորություն չի, որ Թուրքիան ժխտում է եւ շարունակելու է ժխտել։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան իր քաղաքականությունը ժխտելու է։ Եվ այդ տեսանկյունից դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի այս մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունը ունենք, սա ճանաչված փաստ է եւ տվյալ դեպքում մենք չպետք է քաշվենք միայն նրա համար, որ Թուրքիան դա չի։ Մի քիչ բարձր է։ Ուղղակի հետեւողական պետք է լինենք։ Հիմա որն է պատճառը, որ շարունակում է շղթել։ Իմ նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են ցեղասպանության փաստը։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները շարունակեն այս գործը, ի վերջո կգանք մի հանգրվանի, որ ցեղասպանության փաստը ժխտել անիմաստ կդառնար նաև Թուրքիայի համար։ Բայց եթե կողմում ես մի գործընթացը, փորձում ես հետ պատտացնել, իհարկե սա պրոբլեմները ստեղծում նաև ճանաչում։ Փաշինյանն ասում է, պետք է այս հարցը միջազգային դերակատարների գործիք դարձնել։ Փաշինյանը ասում է Արարատին մի նայեք։ Այդ պետք է ուրիշ ձևի դասավորեիք այս ստանդափը։ Հիմա նայում ենք, խախտում ենք։ Շանեկեք միտքս եք, հարցը հնչեցրել եմ, թող պատասխանի։ Ասում եմ միջազգային դերակատարների գործիք էին տարիներ շարունակ սարքել, հիմա մենք չպետք է թույլ տանք, որ այսպես լինի։ Ինչ նկատի ունի Փաշինյանը, ասում է, որ ցեղասպանության հարցը տարիներ շարունակ միջազգային դերակատարների համար գործիք է դարձել, հիմա մենք չպետք է դա թույլ տանք։ Ես ուղղակի խորհուրդ կտայի այդ հարցը ուղղել Փաշինյանին։ Պարոն Քոչարյան, այնքան բաներ ասում, որի տրամաբանությունը ուղղակի ինձ համար անհասկանալի է եւ մի քիչ լավ չեմ պատկերացնում այդ մարդու այսպես
հիմնավորումների կամ մոտիվացիաների, շարժարիքների ամբողջ այս շղթան ոնց է աշխատել։ Պարոն Քոչարյան, տեսեք, ասում եք մոռացության մատնել հնարավոր չէ։ Իսկ պահանջատիրության վերաբերյալ, օրինակ ձեր դաշինքը հիմա ինչ մոտեցում ունի, եթե իշխանության գաք, ինչ եք անելու, ձեր քաղաքականությունը ինչպես է։ Մեր ծրագրում հստակ արձանագրված է, որ մենք ճանաչման ուղղված ջանքեր ենք գործադրելու եւ այդ փորձը ունենք։ Ճանաչման թե պահանջատիրության։ Չէ, պահանջատիրությունը խնդրայրուց է իսկապես եւ տվյալ դեպքում մենք չպետք է անցնենք, այսպես հատենք միջից, որը առաջինը իրատեսական չի, երկրորդը խնդիրներ է առաջացնում։ Հիմա շատ է ներկայացում, որ Շատ պրագմատիկ մոտեցում ենք պետք է ունենանք։ Մենք հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը ժխտել հնարավոր չի, բայց որի մոռանալ ուղղակի եւս հնարավոր չէ։ Տեսեք, եթե այսօր Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը լսենք, ըստ էության շատ չեն տարբերում ձեր ու նրա թեզերը, միայն դուք նաև ճանաչման հարցն եք առաջնորդում։ Իրոք։ Դե էլի ասում են պահանջատիրության հարց իջնելա։ Ուրեմն կամ մեր թեզերը չեք լավ։ Չէ, ասում են Լավ անցալել կամ վարշապետի թեզերը չեք լավ անցալել, բայց ոչի եզրեր չկա մոտեցումներ։ Պարոն Քոչարյան, ինչու երեք հայտարարեցիք, որ փոշմանել եք, որ Սերժ Սարգսյանն եք փոխանցել իշխանությունը։ Այդ հնարավորությունը դուք ունենալու եք։ Հասկանում եմ, դուք որպես լրագրող համառ եք, ես էլ որպես եւս անձ եւ նախին նախագահ եւս։ Պարոն Քոչարյան, երևի սրանով եզրափակենք։ Թուրքիայի հարաբերությունները հաստատել առանց նախապայմանների։ ինչպես նաև խաղաղություն։ Միշտ այդպես է եղել մեր քաղաքական մոտեցումը առանց նախապայմանների։ Եվ ես իդեպ կարող եմ հիշեցնել մի ժամանակաշրջան, երբ հենց Էրդողանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում, արտգործնախարարը դառավ Աբդուլլա Գյուլը եւ այն ժամանակ իրենք հենց հայտարարեցին հրապարակային չէր այդ հայտարարությունը, բայց Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ ուղղակի ասաց, որ առանց նախապայմանների պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես գրքում միջավայր նկարագրել եմ այդ ամենը։ Ես չեմ հավատացել, բայց շարունակել ենք բանակցել, 2-3 ամիս հետո ասացին ոնց որ այդքան էլ հեշտ չի, եւ 2-3 ամիս հետո վերադարձել ենք նույն կետին։ Ես եթե ծանոթ չեք այդ ժամանակահատվածին, ես խորհուրդ կտայի ուղղակի նայել, բավական հետաքրքիր է։ Ամենից մեծ ազդեցությունը Թուրքիայի քաղաքականության վրա իսկապես ունի Ադրբեջանը այդպես։ Թուրքիան մի օր կընդունի հայոց հավասարության փաստը։ Եթե հետևողական ակտիվ աշխատենք, ես այդ հնարավորությունը տեսնում եմ։ Հետևողական աշխատանքների մեջ մտնում է, օրինակ միջոցառումների կազմակերպումը, օրինակ այսօր բավարարվել են եւ նախատարիներում միայն այցելել դեպք, սակայն հիշում եմ տարիներ, երբ որ ոչ միայն պաշտոնյաների, այլ երկրի ղեկավարների մասշտաբով են, գալիս Հայաստան հենց նայեք, պետությունը պետք է այդ պարտավորությունը ստանալ։ Եթե պետական կառույցներով հետևողական աշխատանք կատարես, ուղղակի ոչինչ բան չես ասում։ Հիմա պետությունը հետ է քաշվում այս հարցից։ Ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախի պաշտպանելու հարցից։ Եվ մենք տեսանք, թե արդյունքը ինչպիսին էր։ Այս հարցը ուզում է համբերություն, հետևողական աշխատանք եւ իմ առաջարկը ասես ագրեսիվ աշխատանքի մասին չէ, դիվանագիտական, հետևողական, բոլոր հնարավոր լծակներով օգտագործելով, բայց առանց լրացիչ թշնամանքի ավելացման։ Սա է ճիշտ։ Հատկապես մենք գործ ունենք մի մեծ հարևան երկրի հետ, որի հետ հարաբերությունները նաև ցանկանում են վերականգնել եւ բանակցում են այդ ուղղությամբ բավական ակտիվ ժամանակ։ Այդքանը, երևի շնորհակալություն ձեզ։ Լավ, դե լավ, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Ստես որ կողմով։ Ստեսություն։ Առաջիկայում ասուլիս կտակ։ Այսպիսի ժամանակաշրջանում ենք, շփվելու հնարավորություն շատ ենք ունենալու։ Մի բան էլ ըստ ձեր
Ձեր թիմակիցները ընդրողաբար են վերաբերվում լրագրողներին։ Այս բանը Քոչարյանը խնդրում եմ այս հարցը դու բանտան բացատրես։ Ձեր Արդեն թող ընտանիքիս է։ ընդրողաբար են վերաբերվում եւ թիրախավորում են լրագրողներին։